Եթերում վերածնունդն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս, հավանեք ու տարածեք այս տեսանյութը։ Վերածննդի այս թողարկումը նվիրված է հնդիկ գրող, բանաստեղծ, մտածող Ռաբինդրանաթ Թագորին, բանաստեղծական հատվածները, որ առանձնացրել եմ Հավերժական ճամփորդը գրքից են, բանաստեղծ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ։ Նշում եմ թարգմանչի անունը, քանզի համացանցում կան Թագորի ստեղծագործությունների թարգմանություններ, որոնք ընթերցելիս թվում է, թե գործ ունենք մի հասարակ գրողի հետ։ Մինչդեռ Թագորը մեծ մտածող էր եւ որպեսզի սիրենք նրա գիրը, պետք է նաեւ ընտրենք լավ թարգմանություն։ Այս գրքում զետեղված բոլոր գործերի մասին առանձին կարելի է ժամերով խոսել, կամ որքան էլ զարմանալի հնչի ասածս, կարող ես պարզապես լռել։ Խոսուն լռության մասին է խոսքը։ Մենք իսկապես գրողի հետ հայտնվում ենք հավերժական ճանապարհի վրա։ Կարծես անցյալն ու ներկան միավորվեն։ Դու զգում ես հեռավոր նախապատմական ժամանակների ոգին, տքնանքը, միևնույն ժամանակ մնում ես ներկայում եւ ինչպես ուխտագնացություն պոեմում ուխտավորների առաջնորդն է մարգարեաբար ասում. «Մի սարսափեցեք, հիշեցեք ընդմիշտ, որ մարդը մեծ է»։ Ահա այս տողերը ողջ ընթերցանության ընթացքում լավ իմաստով հետապնդում են ընթերցողին, սակայն առաջացնում են հարցեր. ինչ ասել է մեծ մարդ, ով է այդ մեծ մարդը, ինչ է ուխտագնացությունը, որն է դրա իմաստը, պատճառը։ Իսկ պատճառը մարդու խռովված հոգին է։ Մեկն իր հարևանին է ծեծում, մյուսը դարձել է կասկածամիտ, միտեղ վեճ է մոլեգին, այսպես նկարագրելով բանաստեղծը շարունակում է. Եվ ինչ որ կին է լացում ու կոծում, մեռավ մեր ջահել տարաբախտ որդին, եւ հեշտանքի մեջ վավաշոտ մի կին փնթփնթում է հար, ունայնություն է իմաստը կյանքի։ Ահա մարդկանց հոգում տեղի ունեցող այս խռովքներն են առաջնորդի վճռական որոշման պատճառը։ Եվ առաջնորդը ասաց. եկել է ժամանակն արդեն, եկել է ժամը շարժվելու կրկին, եւ ժամն է եկել ուխտավորության։ Բայց այս բառերը խորթ են ամբողջին, մութ է իմաստը նրա խոսքերի, գրում է Թագորը, եւ առաջնորդը ստիպված շտկում է իր խոսքը, որպեսզի գրավի մարդկանց։ Եկել է ժամը ճամփա ելնելու ի հաջողություն։ Ահա այս հաջողություն բառը տեղից շարժում է մարդկանց։ Մեր օրերում եւս անգամ գրականության մեջ ընթերցվում են այն գրքերը, որոնք հաջողության բանաձևեր ու ճամփաներ են առաջարկում մարդկանց։ Ու բազմաթիվ մարդիկ փոխարեն ինչ որ բան անելու օր ու գիշեր այդ գրքերն են կարդում, կուլ տալով հավերժական խայծը։ Մի խոսքով հոծ բազմություն է հավաքվում եւ առաջնորդի գլխավորությամբ ճամփա են ընկնում։ Իսկ ճանապարհը բարդ է եւ ի հայտ են գալիս դժգոհություններ։ Ահագնանում է դաժանությունը նրանց դեմքերի, ահագնանում է դժգոհությունը ամեն քայլի հետ։ Եվ իհարկե ամբողջը փնտրում է մեղավորին։ Թագորը գրում է. եւ հանկարծ մեկը ելավ ամբողից եւ առաջնորդին մատնացուցելով ասաց. սուտ ես դու, խաբեցիր դու մեզ։ Եվ ինչ որ մեկը համարձակներից վեր թռավ տեղից եւ առաջնորդին ուժգին հարվածով տապալեց գետնին։ Խավարն էր նրա դեմքը պարուրել։ Ելան բոլորը խփելու համար։ Մարմինը կորցրած կյանքն առաջնորդի գետնա տարածվեց։ Ահա առաջին զոհը, եւ ինչ հետևություն մենք պետք է անենք այս դրվագից։ Նա, ով ստանձնում է առաջնորդի դերը, պետք է պատրաստ լինի նաեւ ինքնազոհության։ Անհատի տեսանկյունից, եթե նայենք այս հարցին, բարդ է, ողբերգական, ցավալի, անարդար, սակայն կան իրավիճակներ, երբ լուծումն ակնհայտ է եւ հենց այդ ծանր գինը վճարելով ես հասնում գեր նպատակի։ Գալով մեր իրականություն, պիտի ասենք, որ հենց այս հատկանիշն է պակասում մեր առաջնորդներին։ Ոչ ոք չի ցանկանում զոհաբերվել, իսկ ճանապարհն անանցանելի է եւ մի ուրիշ լիցք է անհրաժեշտ մարդկանց։ Մի գերմարդկային զոհաբերություն։ Վերադառնանք պոեմին, որտեղ տեղի է ունենում անսպասելին։ Հարցեր են լսվում. ով մեզ ճանապարհ ցույց կտա հիմա։ Եվ արևելցի ծերուկն իմաստուն բարբառեց այսպես. մեր ճանապարհը ցույց կտա կրկին նահատակը մեր։ Եվ նայեց հերթով բոլոր գլխահակ ուխտավորներին, եւ իմաստունը բարբառեց նորից. մերժեցինք նրան եւ խորտակեցինք կասկածանքների ու ցասման պահին։
Իսկ հիմա նրան կվերածնենք մեր սիրով կրկին։ Նա վերածնվեց մահով մեր կյանքում։ Մեծագույնն է նա, հաղթողը մահվան։ Վեր ելան այն ժամ բոլորն ու խմբով երգեցին այսպես. Փառք քեզ ու պատիվ, Օ հաղթող մահվան, ահա գինը շարունակության և հաղթանակի։ Մեր պետությունը լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ և սա ևս հիանալի առիթ է նաև մեր գրական կապերը ամրացնելու համար։ Ռաբինդրանաթ Թագորը, ինչպես տեսակ, մեծ իմաստուն է, գրական հսկա, ում ստեղծագործությունները արժե թարգմանել և տարածել մեր երկրում, իհարկե փոխադարձաբար նույն բանն ակնկալելով նաև մեր բարեկամ երկրից։ Իրականում ես շատ կարճ փորձեցի ներկայացնել Թագորին և բավական բարդ էր ինձ համար այս ձևաչափով նրա ուխտագնացություն պոեմին անդրադառնալը, քանզի յուրաքանչյուր բառ ու տող վերլուծելու գայթակղություն ես ունենում։ Հուսամ որոշ չափով կարողացա ասելիքս տեղ հասցնել։ Վերհիշենք առաջնորդի խոսքը. մի սարսափեցեք, հիշեցեք ընդմիշտ, որ մարդը մեծ է։ Այս նախադասության ապացույցն է նաև հաջորդ բանաստեղծական հատվածը, որ առանձնացրել եմ և դրանով էլ կավարտեմ հաղորդումը։ Ես տեսա այսօր և հաղորդվեցի արարչությանը անցած դարերի, որ հեռու ունայն և աղմկալի ասեկոսեից մեծագործներն են արարել համառ։ Հեռու աշխարհից ու հայացքներից հետաքրքրասեր, նույնիսկ արևին անհաս խորքերում քարանձավների, անմարդամատույց արահետներում անհաս լեռների, մեծագործներն են նկարներն իրենց պատկերել քարին։ Այդպես կտավին հյուսված խավարից Արարիչ Աստված հրաշապատկերը երկնեց աշխարհի։ Օ նրանց կողմից արհամարհված էր փառքն ու հռչակը, չեն պարզել ձեռքը պարգևի համար ինչպես գրչակը, և չեն քանդակել անուններն իրենց։ Օ դուք արվեստի քրմեր անանուն, խոնարհվում եմ ես ձեր առաջ խորին, քանզի ձեր գործը ապրելով դարեր, սնափառությունն արհամարհել է մեզ ուսուցանում։